Մի րոպե մտել եք մեր բնակարան ու Ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տուն են առավոտյան մտել իրավապահները ձերբակալել քաղաքական գործչին։ Քննչական կոմիտեն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանք է առաջադրել Արեգնազ Մանուկյանին։ Իրավապահները նրա տուն էին մտել նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին քննչական կոմիտե ու հարցաքննել Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով որպես վկա։ Թևանյանը կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայր Հայաստան կուսակցության անդամները վստահ են, որ քաղաքական հետապնդումներն է շարունակում Փաշինյանի իշխանությունը, բռնաճնշումներով փորձելով լռեցնել ընդդիմախոսներին։ Տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ազգային մտածելակերպ ունեն և իրականում պայքարում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք պահել Հայաստանի Հանրապետություն, այդ մարդկանց հանդեպ հնարավորինս ճնշումներ են իրականացվում, բռնաճնշումներ են իրականացվում և փորձում են վախի մթնոլորտ սերմանել։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը նոր թափ է տվել վհուկների որսին, որովհետև ակնհայտ հարցեր է առաջացնում ընտրությունների հրապարակված արդյունքը։ Սա քաղաքական բռնաճնշումներ են և գուցե պայմանավորված է նրանով, որ այնուամենայնիվ հասարակության մեջ այս ընտրությունների լեգիտիմության հարցը հարցական է և հանրության մեջ, տարբեր շերտերի մեջ կա խոր անվստահության ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Եվ ենթադրում եմ, որ ինչ-որ պայմանավորվածություններ ունի այս անձնավորությունը, որը վարչապետը, որը պետք է կատարի, պատահական չի, որ այսօր Ադրբեջանի նախագահի քաղաքական գծով խորհրդականը հայտարարեց, որ հնարավորինս արագ պետք է ընդունվի սահմանադրության փոփոխություն։ Եթե հանրությունը չարձագանքի, հատ-հատ հետապնդվելու են քաղաքականության մեջ կշիռ ունեցող բոլոր գործիչները։ Դանիելյանը վստահ է, բռնաճնշումների ալիքը մեկ նպատակ ունի՝ լռեցնել դիմադրության բոլոր ձայները սահմանադրական սկանդալային փոփոխություններից առաջ։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։